Հարգելի օգտատեր, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 20-ից ARM TV-ս հավելվածի անվճար ակցիան ավարտվել է։ Բաժանորդագրման պայմաններին կարող եք ծանոթանալ armtvs.com կայքում կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 701 701, WhatsApp Viber +374 98 701 701։ Հավելվածում կշարունակեն ներկայացվել ընտանիքի բոլոր անդամների համար հատուկ մշակված Շանթ հեռուստաընկերության բոլոր ալիքները՝ Շանթ Պրեմիում, Շանթ Սերիալ, Շանթ Մյուզիկ, Շանթ Նյուզ։ Շատ շուտով կլինեն նաև նոր բարելավումներ և նոր ալիքներ, առավել հետաքրքիր և հարմար օգտագործման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Հեռանկարի տաղավարում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, շնորհակալություն Սերոբ, Երևանի Պետական Համալսարան։ Մենք իհարկե ոստիկանության փոխարեն չենք կարող խոսել, բայց նախ եւ առաջ այսպեսի մի հարց, չգիտեմ, գուցե երկրորդական, մայր բուհ կամ մայր թատրոն հասկացություններին կողմ եք կամ դեմ։ Ընդհանրապես չեմ կարծում, որ այդ տեսակի արտահայտությունները ժամանակակից աշխարհում շատ պահանջված են, որովհետև արդեն աշխարհում ավելի ճանաչում ունեն անունները, այսինքն որևէ լրացուցիչ ինչ-որ բառով շեշտադրել որևէ բուհի կարևորությունը, Քեմբրիջ կամ Հարվարդ արդեն այսինքն արդեն անունը պետք է խոսի։ Խնդիրը համակարգային է, հա, պարզ է, որ եւ դրա մասին նաեւ նախարարը խոսեց, որ հոգաբարձուների խորհուրդ եւ այլն։ Ինչպես անել, որ քաղաքական փոփոխությունների, քաղաքական պիրիսմենկայի ժամանակ չտուժեն բուհերը։ Իսկապես բուհերի համար հիմա բավական ծանր ժամանակ է, որովհետև նախորդ տարիներին բուհերը մի քանի այսպես երկար ժամանակ ծանր հարվածներ ստացան մեկը մյուսի հետևից։ Առաջինը այն էր, որ տարիներ առաջ բուհերից վերցվեցին ընդունելության քննությունները, այնուհետև բուհերի խորհուրդները սկսեցին նախագահել երկրի առաջին դեմքերը, նվազեց նաև ֆինանսավորումը, եթե նախկինում բուհերը պետությունից ստանում էին իրենց բյուջեի մինչև 30-40%, այսօր այդ ցուցանիշը 5-ից 20% է։ Այդ իմաստով նախորդ տարիների բուհերի գործունեությունը բավականաչափ քաղաքականացվեց եւ նույնացվեց իշխանության հետ։ Եվ բնականաբար հիմա, երբ որ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, արդեն իներցիոն ձևով հարվածը գնում է դեպի բուհերի ներկա ղեկավարությունը։ Կարծում եմ, որ այս փոփոխությունները ավելի սահուն ձևով անելու լավագույն ճանապարհը այն է, որ շատ արագ ընդունվի բարձրագույն կրթության մասին նոր օրենքը առաջին քայլով եւ շատ ավելի կարեւոր է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները սկսեն լիարժեք գործել, որովհետեւ տեսեք, օրենսդրությամբ բուհի կառավարման բարձրագույն մարմինը ոչ թե կրթության նախարարությունն է կամ կառավարությունն, այլ հոգաբարձուների խորհուրդը։ Եվ օրենքում նշված է, որ բուհերը պետք է կառավարվեն կոլեգիալության սկզբունքով։ Այսինքն հոգաբարձուների խորհուրդը պետք է լիարժեք մտնի իր դերի մեջ եւ նաեւ հոգաբարձուների խորհուրդը պետք է վճռորոշ դեր ունենա ռեկտորների ընտրության, պաշտոնանկության եւ մնացած այլ հարցերում։ Պետական համալսարանը, հա, հոգաբարձուների խորհուրդը երկրի նախագահն էր, առաջին դեմքն էր եւ ռեկտորը նախկին իշխող կուսակցության ուրեմն անդամ է։ Դա եւ բուհը եւ ռեկտորին շատ հեշտ թիրախ է դարձնում, համաձայն եք։ Միանշանակ, որտեղ տեսեք այսօր ԵՊՀ-ն ինչ է ուշադրության կենտրոնում, իհարկե հասկանալի է, որ ամենահայտնի բուհն է Հայաստանի, նաև շատ ուսանողներ ունեցող, բայց նաև այս գործոնը կա, քանի որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, արդեն բնականաբար նաև հաջորդ հարվածը եկավ այն բուհին, որտեղ Սերժ Սարգսյանը խորհրդի նախագահ էր։ Եվ կարծում եմ սա շատ լավ դաս պետք է լինի նոր իշխանությունների համար, որ հանկարծ չլինի այնպես, որ իրենք էլ փորձեն ինչ-որ ձևով իրենց ներկայությունը բուհերում ամրապնդել, որովհետև սրանով ավելի ծանր հարված կստանան բուհերը։ Հիմա հոգաբարձուների խորհրդի նախագահը ձերոնցից է, այսինքն համալսարանից է, այսպիսի մի ինչ-որ բարձր պաշտոնյա չէր, կարծես թե, չէ՞։
Այո, հիմա հոգաբարձուների խորհրդի նախագահը Գևորգ Մուրադյանն է, ով ներկայումս զբաղվում է գործարարությամբ, նախկինում եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, այսինքն այդ իմաստով նոր նախագահները, միայն ԵՊՀ-ի մասով չասեմ, նոր նախագահները խորհուրդների ամպագորգոր դեմքեր չեն, այո, եւ նույնիսկ նրանց մեջ կան բավական այսպես հանրության կողմից շատ հարգված մարդիկ, հա, Դավիթ Գյուրջինյանը, Կարինե Խոդիկյանը, այո, որոնք կարծում եմ այս իմաստով իսկապես ունենք առաջընթաց։ Եվ այս բոլոր process-ները բերեցին նրան, որ ուսանողները, հա, նույնպես պատը պատի վրա, հա, կա Ռիստարտը, որը, չգիտեմ, Փաշինյանի կամ հեղափոխության կողմնակիցներն եւ կան ուսխորհուրդները, որոնք ասում են ՀՀԿ-ական են, դա էլ լավ վիճակ չի, հա, ուսումնական process-ի համար։ Շատ վատ վիճակ է, բայց իմ դիտարկումը հետևյալն է, որ ուսանողների ճնշող մեծամասնության համար բացարձակապես հետաքրքիր չեն այս պահին ով կլինի ԲՈՒՀ-ի ղեկավարը, նույնիսկ ես ասեմ, որ մեծ մասը նույնիսկ ծանոթ էլ չեն, մոտիկից չեն էլ ճանաչում, սա իհարկե ինչ-որ իմաստով տրամաբանական է այն առումով, որ մարդիկ եկել են կրթություն ստանալու, բայց այստեղ կա նաև մի նեգատիվ հանգամանք էլ, մեզ մոտ թե կրթությունը դարձավ վճարովի մեծ մասամբ, ուսանողները դեռևս որակի պահանջատեր չեն, այսինքն որակյալ կրթություն պահանջելու այդ խնդիրը չկա եւ իմ գնահատմամբ այսօր բարձրագույն կրթության թերևս ամենամեծ խնդիրներից մեկը Հայաստանում հետեւյալն է, որ կա լուռ համաձայնություն ուսանողների եւ դասախոսների միջեւ, որպեսզի դասախոսները ավելի մեղմ մոտենան ուսանողների չսովորելուն եւ հաճախումների խնդրին, իսկ ուսանողներն էլ ի պատասխան այդ ամենի չբարձրաձայնեն կրթության որակի խնդիրներ։ Սա բավական վտանգավոր համաձայնություն է, որովհետեւ այսպես երբ որ ինչ-որ աղմուկ է լինում, ըմբոստություն է լինում, դա դրական է, որտեղ նշանակում է, որ խնդիրներ կան, նույն ռեստարտի բարձրացած Պարկում են ռեկտորի դրան առաջ ասում են հեռացիր եւ այլն։ Լավ է, վատ է։ Չէ, այդ ձևերի մասին չի խոսքը, խոսքը այն ձևերի մասին է, երբ որ ուսանողները հավաքվում են եւ ասում են, որ այս խնդիրները պետք է կարգավորվեն, հա, այդ տեսանկյունից շատ լավ է, բայց այն լուր համաձայնությունը, որ մենք այսօր ունենք բարձրագույն կրթության ոլորտում, շատ վտանգավոր է, որովհետև աստիճանաբար գնում ենք անկման։ Հոգաբարձուների խորհուրդ եւ գիտխորհուրդ, հա, նրանց փոխհարաբերությունները, որովհետեւ հիմա գիտխորհուրդը առայժմ հետո կարող է փոխվի, չէ։ Առայժմ պաշտպանում է Արամ Սիմոնյանին եւ դա հարուցում է նախարարի դժգոհությունը։ Այ գիտխորհուրդը ինչ ֆունկցիաներ ունի։ Տեսեք, սա էլ ներկայումս երբ որ քննարկվում է բարձրագույն կրթության նոր օրենքը, քննարկումների հիմնական թեմաներից մեկը գիտխորհուրդն է եւ կար տեսակետ, նույնիսկ այդպիսի նախագիծ էլ մենք ունեցանք օրենքի, որտեղ նշվում էր, որ գիտխորհրդի նախագահ չպետք է լինի ռեկտորը, որովհետև ռեկտորը պետք է լինի ավելի, այսպես ասենք, համալսարանի մենեջեր, իսկ գիտխորհրդի նախագահ պետք է լինի մեկ այլ դասախոս, գիտնական, այո, որպեսզի ինչ-որ իմաստով նաև այսպես հակակշիռներ լինեն համալսարանների ներսում։ Բայց վերջի տարբերակը, որ գնում է, այսինքն այս պահին նոր տարբերակ չունենք, բայց վերջի տարբերակում այնուամենայնիվ մնաց դա, որ ԲՈՒՀ-ի ռեկտորը պետք է լինի գիտական խորհրդի նախագահը։ Համալսարանական գիտություն, կարծես թե փորձում էին դրա վրա քար գցել, բայց հետաձգվեց այդ որոշումը։ Ընդհանրապես պետք է համալսարանական գիտություն, թե պետք չէ։ Իհարկե պետք է, որովհետև առանց գիտության համալսարանները հեռանկար չունեն։ Իհարկե այստեղ խնդիրը հետևյալի մեջ է, որ շատ հաճախ կա այդ պարադոքսը, որ պետությունը գիտությունից կամ գիտաշխատողներից պահանջում է բարձր արդյունքներ, իսկ գիտականներն ու գիտաշխատողներն էլ դրա դիմաց պահանջում են մեծ փողեր։ Իմ կարծիքով իհարկե բավական խնդիրներ կան գիտական արդյունքների հետ կապված մեր, բայց մյուս կողմից մենք չենք կարող մտածել, որ բոլոր գիտնականները պետք է լինեն շատ ուժեղ գիտնականներ։
Գիտությանը պետք է նաև միջին մակարդակից, հացր մակարդակի, այո, մարդիկ, որոնք ինչ որ իմաստով միջավայր կստեղծեն, որի մեջ կծնվեն ավելի մեծ գիտնականներ։ Հուսալ, որ բոլոր գիտնականները պետք է շատ արդյունավետ լինեն, շատ բարձր արդյունքներ տան, դա անհնար է։ Ցանկացած ոլորտում էլ կան ուժեղ եւ թույլ մարդիկ։ Հիմա համատարած օպտիմալացում է գնում, չէ, եւ խոսվում է գործառույթների կրկնության մասին։ Արդյոք համասարանական, բուհական գիտությունը եւ ակադեմիական գիտությունը իրար չեն կրկնօրինակում եւ արդյոք պետք չի որևէ մեկ օպտիմալացնել։ Կարծում եմ, որ Հայաստանի նման երկրի համար միգուցե դա պետք է եւ միգուցե մենք կարողանանք նաեւ այդ մասին շատ է խոսվում վերջերս, ինստիտուտները դարձնել համասարանական բազաներ, այսինքն միացումը գնա այդ ճանապարհով, որպեսզի նաև ինչ որ իմաստով գիտությունը գա նաև դեպի կրթություն, կրթությունը գնա դեպի գիտություն, որտեղ կարծում եմ, որ համասարանների խնդիրը եւ ընդհանրապես գիտության խնդիրը շատ փոխկապակցված են։ Եվ եթե մենք կարողանանք այդ կամուրջը ստեղծենք, ոչ թե երկուսն էլ լինեն իրարից առանձին, կարծում եմ, որ Հայաստանի նման երկրի համար դա բավական մեծ ճոխություն է, բայց մյուս կողմից իհարկե այդպես կտրուկ միանգամից փակելու ճանապարհը չի գործի, կարծում եմ պետք է կամաց գնա այդ ինտեգրացիան։ Այդպիսի ծրագրեր քննարկում էր 1991 թվականին, վարչապետ Հրանտ Բագրատյանը առաջարկում էր դա, եւ ակադեմիկոսները, գիտնականները ասում էին, որ դա Թուրքի, չգիտեմ, Թալիաթի, Աբդուլհամիդի ծրագիր է, մեր գիտությունը գլխատում են եւ այլն։ Եթե հիմա մի քիչ սիրում են իշխանություններին, հիմա կարող են, բայց մի քանի ամիս հետո հաստատ չեն փորձի եւ այն ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը ի վերջո կանգնեցրեց այդ process-ը։ Հիմա եթե նորից սկսեն, ելի վտանգ կա, որ նորից կկանգնեցնեն։ Ընդհանրապես, տեսեք, այսօր էլ համաձայն եմ, այսօր էլ դա հնարավոր չէ անել եւ ընդհանրապես ցանկացած ոլորտ, որտեղ մարդիկ են, մարդկային գործոնը շատ մեծ է, կտրուկ քայլերի գնալը, միանգամից կտրելը, փակելը եւ այլն արդյունք չի տալիս, երբեմն կարող է նույնիսկ վնասակար լինել։ Բայց մի բան ակնհայտ է, մենք պետք է կարողանանք մեր կրթական եւ գիտական համակարգը կառուցել այնպես, որ այն մարդիկ, ովքեր ավելի լավ են աշխատում լսարաններում, իրենք ավելի շատ ներգրաված լինեն լսարանային աշխատանքի մեջ։ Այն մարդիկ, ովքեր լավ կարողանում են կամրջել կրթությունը եւ գիտությունը, երկու բլոկով էլ աշխատեն։ Եվ անշուշտ կան գիտնականներ, որոնք լսարանային գործընթացների մեջ ուժեղ չեն եւ իրենց գործը արդեն, այսպես ասենք, մաքուր գիտական գործունեությամբ զբաղվելն է։ Մեզ այս 3 կատեգորիայի մարդիկ են պետք եւ կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի, որ մենք կամաց գնանք նրան, որ այս 3 կատեգորիայի մարդիկ աշխատեն նույն հաստատության մեջ։ Ի վերջո դրանից շատ մեծ բան չի փոխվի։ Ի վերջո ամենակարևոր հարցը, ինչ ենք մենք սովորեցնում երեխաներին, ուսանողներին, հա? Մենք սովորեցնում ենք այն, ինչ որ նրանք արդեն կարող են կարդալ Google-ով փնտրել եւ համացանցում կարդալ, թե ինչ որ ուրիշ բան պետք է սովորեցնենք։ Տեսեք, շատ կարևոր հարց է, որտեղ հիմա մեզ մոտ կա նաև միտում, ընդհանրապես դասախոսությունները վերացնել, բանավոր խոսքի դերը նվազեցնել, նույնիսկ ես վերջերս խոսում եմ ուսանողների մի խմբի հետ, ովքեր ասում են, որ իրենց մոտ այլևս դասախոսություններ չկան, ամբողջ նյութը նախորդ տրվում է, իրենք պետք է կարդան այդ նյութը եւ գան լսարանում քննարկելու։ Ես ճիշտն ասած այսպիսի ծայրահեղական քայլերին դեմ եմ, որովհետեւ իսկապես կան բաներ, որոնք դեռևս պահանջում են որոշակի բացատրություն եւ բացի այդ մենք նաեւ դասախոսության դերը չպետք է նվազեցնենք։ Ի վերջո դասախոսությունը դա նաեւ արվեստ է, բանավոր խոսքի մշակույթ է եւ եթե մենք վերացնենք այդ դասախոսությունները, մեր ուսանողները, մեր ապագա նույնիսկ գիտնականները եւ ապագա դասախոսները բանավոր խոսքի խնդիր են ունենալու։ Տեսեք, ասենք մենք ինչքան լավ դասախոսներ ենք ունեցել, հա, Լևոն Ներսիսյանի օրինակը բերեմ, որպես ամենահայտնի մարդ, այդ դասախոսություններով հսկական մարդիկ ոգեշնչվել են։ Հիմա ես կարծում եմ, որ դասախոսը պետք է որոշի,
որոնք են այն հարցերը, որտեղ պետք է բանավոր լրացուցիչ ձևով ներկայացնել, եւ որոնք են այն հարցերը, որոնք ուսանողները կարող են ինքնուրույն անել։ Կարծում եմ լուծումը սա է, բայց կտրուկ ասել, որ այլևս գնացեք ամեն ինչ կարդացեք ինտերնետից կամ էլեկտրոնային ինչ-որ հարթակներից կամ տետրերից, գրքերից, մենք այլևս ձեզ համար որևէ դասախոսություն չենք կարդա, դա սխալ է, որտեղ դասախոսությունը նաև դասախոսի մտքի զարգացման համար է կարևոր։ Կոպիտ օրինակ բերեմ, շատ պրիմիտիվ, հա, դուք փիլիսոփայություն եք դասավանդում, դասախոսություն եք կարդում, ասում եք Հեգելը ծնվել է 1770, չէ՞, թվականին։ Նրանք չեն կարող դա կարդալ ինտերնետում։ Այո, դրա համար ես իմ ուսանողներին այդպիսի բաներ առանձնապես չեմ ասում։ Ես ավելի փորձում եմ ասել այն բաները, որոնք իրենք չեն կարող կարդալ, բայց ինչ որ իմաստով այդ թվերն են պետք, որպեսզի իրենք նաև հասկանան ինչ է նշանակում այդ ժամանակաշրջանը եւ ինչ էր տեղ ունենում այդ ժամանակաշրջանում։ Ընդհանրապես տեսեք, հիմա մոտեցում կա հիշողությունը եւ մտածողությունը իրար հակադրեն, որ կամ պետք է մենք մտածենք, կամ պետք է հիշենք։ Անգիրանենք։ Հա, գիտական հետազոտություններ կան շատ լուրջ անցկացված կոգնիտիվ գիտություններում, որոնք շատ հետաքրքիր բացահայտում ունեն, ասում են մարդը հիշում է այն, ինչի մասին մտածում է։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք, որ մարդկանց հիշողությունը լավը լինի, մենք դրան պետք է հասնենք մտածողության միջոցով։ Իսկ կան բաներ, որոնք իհարկե պետք չէ հիշել։ Ես իմ օրինակով բերեմ, հա, ուսանողներից հետաքրքիր չեն այն դասընթացները, որոնք առաջարկվում են։ Նրանց ես եմ հետաքրքիր, ոչ թե ես անձամբ, հա, որպես ինչ որ նշանավոր, այլ ես իմ փորձով, ես իմ խոսքով, իմ սխալներով, չգիտեմ, իմ անցած աշխատանքով, նրանք հարցեր են տալիս, նրանք կիսվում են հետս, այսպես ասած, հենց այս բաներով, այսինքն դա մագիստրատուրա արդեն աշխատող, հա, լրագրության մեջ աշխատող ուսանողներ են։ Այսինքն դա է, չէ, ամենակարևոր թրենդը, այսպես ասած։ Այո, հիմա կա կրթության, նաև բարձրագույն կրթության մեջ կա այդպիսի մոտեցում, որը կոչվում է աշխատանքի վրա հիմնվող ուսուցում, այսինքն երբ որ ուսանողները նաև այդպիսի գործնական միջավայրերում են հարցեր քննարկում։ Ես ենթադրում եմ, որ ձեր ուսանողներին նաև հետաքրքիր կլինի գալ եւ այստեղ կամ առավոտ թերթում այդ հարցերը այսպես ընթացքի մեջ տեսնել եւ նորանոր հարցեր տալ։ Սա կարևոր տենդենց է եւ սա պետք է զարգացվի, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ ֆունդամենտալ գիտելիքը, տեսական գիտելիքը չպետք է անտեսենք, որովհետեւ ցանկացած գործնական բան տեսականի արդյունք է։ Եթե չկա տեսություն, պրակտիկան էլ չի կարող լավը լինել։ Եվ դարձյալ վերջում ռադիկալիզմի եւ պահպանողականության, արմատականության եւ պահպանողականության փոխհարաբերության բոլոր ծրագրերը, բոլոր ամբողջ համակարգը դպրոցում, չգիտեմ, պետք է հիմա ռադիկալ փոխվի։ Հիշում եք Աշոտ Բլեյանը, երբ որ նախարար այդպիսի բաներ ուզում անել, թե պետք է պահպանվի եւ կամաց ինչ-որ բան փոխվի։ Տեսեք, ընդհանրապես երկու տարբերակի հետ էլ համաձայն չեմ, որտեղ մենք Հայաստանում միշտ սև ու սպիտակ ենք տեսնում, հա, ամեն ինչ։ Նույնիսկ այս դեպքում։ Հա, բայց իրականում կյանքը ավելի շատ մոխրագույն է, քան սև ու սպիտակ։ Ես կարծում եմ հիմա այդ առումով շատ կարևոր վիճակ է Հայաստան, որտեղ եւ դպրոցական կրթության մեջ եւ բուհական ծրագրերը պետք է արմատապես վերանայվեն, բայց ես չեմ սիրում, երբ որ ասում են ամեն ինչ փոխվում է 21-րդ դարում, այդպես չէ, այսինքն շատ բաներ չեն փոխվի եւ չեն էլ փոխվելու, դրանք վաղուց եկել են, կմնան։ Եվ հիմա մենք կրթության մեջ նաև դրա վրա պետք է ֆիքսվենք։ Մենք պետք է մեր ծրագրերում սովորեցնենք այն ամենը, ինչը չի փոխվում։ Եվ բնականաբար նաև այն ամենը, ինչը փոխվում է, բայց այն, ինչը չի փոխվել դարեր շարունակ եւ այսօր էլ կա, այդ դա պետք է լինի կրթության կորիզը, որովհետեւ այսօր էլ երբ որ մենք նույն Արիստոտել, Պլատոն, երբ որ կարդում ենք, չէ, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ մեր օրերի մասին են կարծեք թե գիրում։ Եթե ճիշտ են կարդում։ Այդ գիտելիքը մնայուն գիտելիք է եւ ոչ մի ռադիկալիզմ չի կարող այդ գիտելիքը գցել մի կողմ։ Հակառակը դա պետք է միշտ մնա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Հեռանկարի տաղավարում էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Հետևեք Շանթ Նյուզի եթերին։